Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Ինչպես արդեն տեսնում եք, ես իմ բնակության վայրում գտնվող շքամուտք եմ հրավիրել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայող Համլետ Մանուկյանին եւ ցանկանում եմ հանցագործության մասին հաղորդում տալ եւ իմ հաղորդման մեջ կբարձրաձայնեմ այսպես կոչված բանակից թռածների մասին, ովքեր որ հայրենիքի հանդեպ չեն կատարել իրենց պարտքը։ Եվ ասեմ, որ իմ հաղորդումը լինելու է բազմադրվակ, այսինքն հաղորդումս տալու եմ մի քանի էպիզոդով տարբեր անձանց դեմ։ Ուրեմն առաջինը սկսենք անդրադառնանք օրենքով գող Օշականցի Գևորգի որդուն։ Ուրեմն իմ ունեցած հավաստի տեղեկություններով օրենքով գող Օշականցի Գևորգի որդին Սարգիս Մելիքյանը բժշկական հանձնաժողովին է ներկայացրել Բժշկական հանձնաժողովին է ներկայացրել այլ անձի հիվանդության վերաբերյալ բժշկական ախտորոշումը որ իբր թե օրենքով գող Օշականցի Գևորգի որդին ունի մեծատառով պարբերական փակագծերի մեջ Երևանյան փակագիծը փակած հիվանդություն եւ այդ հիմքով Օշականցի Գևորգի որդին փաստաթուղթ կեղծելու միջոցով ապօրինի խուսափել է զինվորական ծառայությունից։
Վերջակետ։ Հայրենիքը բարձրագույն արժեք է։ Եվ ամենալավ տղեն հայրենիքի սահմանները պահող տղերքն են, ստորակետ, այլ ոչ թե բանակից թռած սուտի գողականները։ Սուտի գողականները, վերջակետ, նոր նախադասություն արդեն սկսվում։ Սուտի գողականները անընդհատ փողոցում իրար են գյուլում, եւ եթե այդքան դուխով տղերք եք, ուտ գնացեք սահման, պատերազմի դաշտում ձեր դուխը ցույց տվեք թշնամու դեմ։ Ստորակետ, այլ ոչ թե հայը հային սպանեք։ Այլ ոչ թե հայը հային սպանեք, վերջակետ։ Հավելեմ նաև, որ ազգային ժողովի պատգամավոր գողական Չաղ Ռուստամի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հայկ Սարգսյանը ազգային ժողով է ներկայացրել բավականին խնդրահարույց
օրենսդրական նախագիծ, ստորակետ, որի համաձայն առաջարկվում է $20 միլիոն դրամից ավել գումար վճարել ՀՀ պետբյուջե, և ազատվել պարտադիր զինծառայությունից։ Վերջակետ, սակայն Ազգային ժողովի պատգամավոր պատվախնդիր Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ բուդ պատգամավոր Հայկ Սարգսյանի այդ տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությունը բարեբախտաբար տապալվեց և հավանության չարժանացավ։ Վերջակետ, իմ դիտարկմամբ բուդ սրանով որոշ մարդիկ փորձում են քողարկված կերպով հող նախապատրաստել
քողարկված կերպով հող նախապատրաստել գողականների եւ օլիգարխների որդիների համար։ Ստորակել, որպեսզի գողականներն ու օլիգարխների որդիները փողը տան եւ բանակում չծառայեն։ Վերջակետ, հավելեմ նաեւ, որ ուրեմն հավելեմ նաև, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին ես տեղեկացել եմ հետևյալ կերպ։ Վերջակետ, մասնավորապես ես դիտել եմ YouTube-ում արկա մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը
զբոսանավի վրա նախադասությունը շարունակվում։ Կիսամերկ աղջիկների հետ միասին զվարճանում են։ Վերջակետ, ինչևից է, հավելեմ նաև, որ հայոց բանակի որոշ զորամասերում առկա հայոց բանակի որոշ զորամասերում առկա արտոնյալ կարգավիճակում գտնվող գողական յախշիները բութ, այսպես կոչված չաստ նայողները ներողություն այսպես կոչված չաստ նայողները ըստ մամուլի հրապարակումների պարբերաբար ճնշում են որոշ զինծառայողների Ստորակետ, նվաստացնում են զինվորների արժանապատվությունն ու ինքնասիրությունը նվաստացնում են զինվորների արժանապատվությունն ու ինքնասիրությունը և որոշ զինվորներ նվաստացնում են որոշ զինծառայողների արժանապատվությունն ու ինքնասիրությունը
եւ որոշ զինվորներ, չդիմանալով այդ ճնշումներին, չդիմանալով այդ ճնշումներին, բութ, դժբախտաբար ինքնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Վերջակետ։ Վերջ են տալիս իրենց կյանքին, վերջակետ։ Ուստի վստահեցնում եմ, որ ես Լոռու մարզի գլխավոր զինվորական կոմիսար Ստորակետ, զինվորական կոմիսար, ստորակետ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ, իմ լավագույն ընկեր Սարգիս Վահրաջյանի հետ միասին անողոք պայքար եմ տանելու այդ յախշիների չաստ նայողների եւ այդ յախշիներին արտոնություններ տվող եւ այդ յախշիներին արտոնություններ տվող որոշ զորամասերի հրամանատարների դեմ
Ստորակետ, եւ ես հավաստիացնում եմ, եմ, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, ստորակետ, որպեսզի հայոց բանակի շարքերից իսպառ արմատախիլ անեմ, գողական գաղափարախոսությունները, եւ չաստ նայողներին ու գողական յախշիներին։ Վերջակետ, հավելեմ նաև, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթոմա կանոնով Սարգիս Ղարաքեշիշյանը օգտագործելով իր ազդեցիկ կապերն ու ֆինանսական հսկայական միջոցները օգտագործելով իր ազդեցիկ կապերն ու ֆինանսական հսկայական միջոցները, Բութ իր որդուն ապօրինի ազատել է բանակից։
Ավելի մի հատ էպիզոդ կա գյուղապետի հետ կապված, դա ամենավերջում կասեմ։ Չէ, դա ամենավերջում կասեմ։ Հիմա անդրադառնամ Եհովայի վկաներին։ Ուրեմն, Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը դարձել է բանակից խուսափողների հավաքատեղի։ Վերջակետ, հանրությանը տեղեկացնում եմ, որ դեղ կար էլի, մի նախադասություն կար այդ գրեիր։ Այդ ջան պետք է ստորագրես։ Վերջի բառը ինչ գրեցիր։ Հավաքատեղի։ Վերջակետ, հանրությանը տեղեկացնում եմ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը Այդ է մեր երկրի պետականության հիմքերը ովքեր են խարխալում։ Կոռումպացված պաշտոնյաները նախկին եւ ներկա։ Իմ ձեռը վլաստրներ ես, երկիրը ծաղկացնեի ես, կարճ ժամանակահատվածում։ Վերջ դնեի անարդարությանը, բոլոր կոռումպացված պաշտոնյաներին նստեցնեի, այդ տենց կանեի, ինչ աղմի, բարդակ վիճակ աղ երկրում տիրեմ։ Այո, ես խիզախորեն դրա մասին բարձրաձայնում եմ։ Հայաստանի Հանրապետությունը տիրում է բարդակ վիճակ, անպատժելիություն, ով ինչ ուզում անում է։ Ես ասում եմ սրտացավոր եմ։ Ուր հասանք, քո թոթների հասանք են քո մոթո, Սամսոն ասում Ստեփանովի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, իր կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված շինությունը իր կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված շինությունը նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Վերջակետ, այդ շինության գնորդներն են հանդիսացել
Եհովայի վկաներ երեցները եւ կադաստրում այդ շինությունը որպես սեփականություն գրանցվել է Եհովայի վկաներ երեցների անվամբ Սկորակետ եւ ես հրապարակում եմ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունները Ստորակետ, որոնց արժանահավատությանը ես ամենևին էլ չեմ կասկածում որոնց արժանահավատությանը ես ամենևին էլ չեմ կասկածում եւ ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերը հիշատակված Խնդրո առարկա 50,000 ԱՄՆ դոլարը $50,000 հայթայթվել է Եհովայի վկաների հետևորդների կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների շնորհիվ կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների շնորհիվ Վերջակետ, ասեմ ավելին
Բութ վերը նշված շինությունը գնաց ասեմ ավելին, վերը նշված շինությունը գնաց և կադաստրում իրենց անվամբ որպես սեփականություն գրանցած այդ երեցները հիշյալ $50,000 հայթայթման գործում որևէ ներդրում չեն ունեցել։ $50,000 հայթայթման գործում որևէ ներդրում չեն ունեցել։ Վերջակետ, ուստի անհասկանալի է թե Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշիշյանից գնված վերը հիշատակված խնդրո առարկա շինությունը որպես սեփականություն ինչու չի գրանցվել այն անձանց անվամբ ինչու չի գրանցվել այն անձանց անվամբ ինչու վրա հարցական նշան ինչու չի գրանցվել այն անձանց անվամբ ստորակետ որոնց կամավոր նվիրատվությունների արդյունքում առաջացել է այդ $50,000 որոնց կամավոր նվիրատվությունների արդյունքում առաջացել է այդ $50,000 Վերջակետ հավելեմ նաև որ ես ամենևին էլ Հավելեմ նաև, որ ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում
Եվ ամենևին էլ միտված չեմ Վերջի բառը ինչ գրեցիր։ Միտված չեմ։ Ամենևին էլ միտված չեմ, թյուրիմացության մեջ գցել։ Կամ մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը։ Ստորակետ։ Այլ ես հրապարակում եմ միայն հավաստի արժանահավատ փաստարկված եւ ճշգրտված տեղեկատվություն։ Վերջակետ, ինչպես արդեն նշեցի, իմ ունեցած հավաստի տեղեկություններով ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի շինությունը շուկայականից անհամեմատ ցածր գնով
50,000 ԱՄՆ դոլարով նախկինում վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Չէ, մի ուրիշ բան եմ ասում։ Ուստի այդ կապակցությամբ վկաներին վերջակետ։ Ուստի այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը ուստի այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը եւ պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում որպես ապօրինի ձեռք բերված գույք պետության օգտին բռնագանձել Միքայել Ղարաքեշիշյանի կողմից նախադասությունը շարունակվում է, չի ավարտվել։ Պետության օգտին բռնագանձել Միքայել Ղարաքեշիշյանի կողմից Ստեփանավանի Եհովայի վկաներին վաճառված հանցավոր ճանապարհով ձեռք բերված վերը հիշատակված ապուրինի գույքը ապուրինի գույքը վերջակետ դրանից հետո Եհովայի վկաները Նույնիսկ ինչ թվերով բռն Եհովայի վկաների մոտ Դրանից հետո Եհովայի վկաները կարող են դատական կարգով Եհովայի վկաները կարող են դատական կարգով Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքից
Միքայել Ղարաքեշյանի ընտանիքից պահանջել հետ վերադարձնել առուվաճառքի պայմանագրում նշված այդ $50,000 ու պայմանագրում նշված այդ $50,000 ու այդ շինության վերանորոգման համար Եհովայի վկաների կողմից կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը Եհովայի վկաների կողմից շինության վերանորոգման համար Եհովայի վկաների կողմից կատարված Եհովայի վկաների կողմից կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը վերջակետ Էրի Գեղինյանս անկախ ամեն ինչից պետականամետ մտածողություն ունեմ ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ, դրանք տարբեր բան են, ես ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում, ասում, որևէ մեկի կողմնակիցը չեմ, ոչ նիկոլական եմ, ոչ սերժական եմ, ոչ էլ քոչարյանական եմ, սա իգիտություն որոշ մարդկանց։ Ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որևէ քաղաքական ուժի չեմ հարում եւ չեմ էլ հարելու։ Էրի Գեղինյանս անկախ ամեն ինչից պետականամետ մտածողություն ունեմ Եվ գտնում եմ, որ պետությունը օրենքով որևէ պարտավորվածություն չունի Եհովայի վկաներին փոխհատուցել Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշյանին վճարված այդ $50,000 ԱՄՆ Վերջակետ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ 50,000 ԱՄՆ դոլարը Եհովայի վկաները տրամադրել են Միքայել Ղարաքեշիշյանին, ստորակետ, այլ ոչ թե պետությանը, էլի ստորակետ, հետևաբար այդ 50,000 ԱՄՆ դոլարը Եհովայի վկաներին պետք է փոխհատուցվի Եհովայի վկաներին պետք է փոխհատուցվի միայն Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքի անդամների կողմից։ Մի հատ բան էլ ավելացնեմ ու արդեն գիտես ինչ պիտի ասեմ։ Ուրեմն, վերջակետ, ամփոփելով սույն հաղորդման մեջ արծարծվող իմ դիտարկումները Սույն հաղորդման մեջ արծարծվող իմ ողջամիտ դիտարկումները ցանկանում եմ հանրությանը տեղեկատվություն տրամադրել նաև այն մասին, որ Ցանկանում եմ հանրությանը տեղեկատվություն տրամադրել նաև այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկ Գեղինյանս գրավոր դիմում էի հասցեագրել Վանաձոր քաղաքի ոստիկանության
բազումի բաժնի պետին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Էրիկ Գեղինյանս կամավոր մեկնեմ ռազմաճակատ, և որպես ռազմական լրագրող կամավոր մասնակցեմ ռազմական գործողություններին։ Վերջակետ, իմ այդ դիմումը ոստիկանության բազումի բաժնի կողմից վերահասցեագրվել էր վերահասցեագրվել էր Լոռու մարզի զինկոմիսարիատ, ստորակետ, մինչդեռ ինձ կամավոր ռազմաճակատ ուղարկելու իմ խնդրանքը Լոռու մարզի զինկոմիսարիատի կողմից մերժվել էր, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ քանակը համալրված է։ Վերջակետ, իմ կողմից վկայակոչված այս փաստերը դրանք հավաստի տեղեկություններ են,
Իմ կողմից վկայակոչված այս փաստերը հավաստի տեղեկություններ են։ Ստորակետ, ես ապատեղեկատվություն չեմ տարածում։ Եվ պետական իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են ստուգել իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող են ստուգել իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Վերոգրալից ակնհայտ է, որ շատ եմ գրում, չէ՞, երևի ռահմատես նայեցիր, ճիշտ բաներ եմ գրում, պետության օգտին։ Վերոգրալից ակնհայտ է, որ ի տարբերություն շատ ու շատ փոքրոգի մարդկանց ես վախկոտի պես մորթապաշտություն չեմ դրսևորել, և պատրաստ եմ եղել իմ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի։ Երևի թե այսքանը արդեն մնացած հանգամանքները հրապարակման ենթակա չեն, ուղղակի հիմա հանրությանը պարզապես կցանկանայի տեղեկացնել, որ ես պետք է ոստիկանությանը հայտնեմ այնպիսի տեղեկություններ, իհարկե հաղորդումը շարունակվում է, դեռևս չի ավարտվել, սակայն ես հիմա պետք է ոստիկանությանը հայտնեմ մի տեղեկություն, մի հավաստի և փաստերով արդեն իսկ ճշտված տեղեկատվություն, համաձայն որի Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերից մեկի մի կոռումպացված գյուղապետիկ, չեմ էլ ասում գյուղապետ, դրանց նմաններին պետք է ասել գյուղապետիկ, օգտագործելով իր ազդեցիկ կապերը, իր որդուն փախցրել է Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի իր որդին բանակում չծառայի։ Հիմա եթե այդ գյուղապետիկը լսում է իմ այս ելույթը, ինքը շատ լավ կհասկանա, որ ես հենց իրեն նկատի ունեմ, պարզապես ինչ նկատառումներից ելնելով ես նպատակահարմար չեմ գտնում, դեռևս նպատակահարմար չեմ գտնում իլուր հանրության բարձրաձայնել այդ գյուղապետիկի անուն ազգանունը, ով վայելելով իր տաքուկ պաշտոնը
կարողացել է իր ազդեցիկ կապերն օգտագործելով այնպես անել, որ իր որդուն փախցրել է Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի իր որդին հայոց բանակում չծառայի, եւ նման մարդիկ իրավունք չունեն գյուղապետի պաշտոն զբաղեցնել։ Նաեւ այդ նույն գյուղապետը գյուղացիների կողմից ինձ հայտնած տեղեկությունների համաձայն այդ նույն գյուղապետը վաճառում է նաեւ գյուղացիների վարելահողերը, որոշ վարելահողեր վաճառում է աճուրդով եւ աճուրդի անցկացման վայրի, տեղի եւ ժամանակի մասին նախապես չի հայտարարում, այսինքն այստեղ ես թաքնված կոռուպցիոն ռիսկեր եմ նկատում, որովհետեւ եթե աճուրդի մասին նախապես չի հայտարարվում, ապա տրամաբանական է, որ այդ աճուրդի հաղթող պետք է ճանաչվի հենց գյուղապետի մտերիմ անձը կամ գյուղապետին մերձավոր անձանցից մեկը եւ այստեղ արդեն գյուղացիներին պատկանող վարելահողերը, այսպես ասած, գյուղապետը իրենով է անում, հավանաբար ունենալով թիկունք, ազդեցիկ հովանավորներ, սակայն նորից եմ կրկնում, ես որևէ գյուղապետից, որևէ գյուղապետին հովանավորող, որևէ դատախազից, որևէ մեկից չեմ վախենում եւ հանուն արդարության պետք է խիզախորեն բարձրաձայնեմ կոռումպացված պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների մասին եւ վստահեցնում եմ, որ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որ իմ կողմից հիշատակված այդ գյուղապետիկը վռնդվի, վտարվի իր տաքուկ պաշտոնից։ Ես հասնելու եմ այդ ամենին։ Վստահ եմ, որ հիմա այդ գյուղապետը նայում է իմ այս ելույթը եւ ինքը շատ լավ կհասկանա, որ ես հենց իրեն նկատի ունեմ։ Այժմ կընդհատեմ տեսանկարահանումը եւ կշարունակեմ իմ հաղորդում տալը այդ կոռումպացված գյուղապետի հանցագործությունների վերաբերյալ։ Օգտվելով առիթից ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ պարոն Պալյանին եւ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայող Համլետ Մանուկյանին իմ այս հաղորդման տեքստը համբերատար շարադրելու եւ իր գործառութային պարտականությունները բարեխեղճորեն կատարելու համար։ Շնորհակալ եւս մեկ անգամ շնորհակալություն ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ Այսքանը շնորհակալություն ուշադրության համար։ Այժմ նախքան եթերը ավարտելը կցանկանայի հիմա ամբողջությամբ ընթերցել իմ մինչ այս պահը տրված իմ հաղորդման բովանդակությունը ընթերցել ամբողջությամբ, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի իմ հաղորդման բովանդակության մասին։ Դեռ դրանից հետո արդեն կընդհատեմ եթերը եւ կշարունակեմ իմ հաղորդում տալու ընթացքը։ Տալիս եմ հաղորդումս այն մասին, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով օրենքով գող Օշականցի Գևորգի որդին Սարգիս Մելիքյանը բժշկական հանձնաժողովին է ներկայացրել այլ անձի հիվանդության վերաբերյալ բժշկական ախտորոշումը, որ ինքը իբր թե օրենքով գող Օշականցի Գևորգի որդին ունի պարբերական երևանյան հիվանդություն եւ այդ հիմքով Օշականցի Գևորգի որդին փաստաթուղթ կեղծելու միջոցով ապօրինի խուսափել է զինվորական ծառայությունից։ Հայրենիքը բարձրագույն արժեք է եւ ամենալավ տղեն հայրենիքի սահմանները պահող տղերքն են, այլ ոչ թե բանակից թռած սուտի գողականները։ Սուտի գողականները անընդհատ փողոցում իրար են գյուլում եւ եթե այդքան դուխով տղերք եք, գնացեք սահման, պատերազմի դաշտում ձեր դուխը ցույց տվեք թշնամու դեմ, այլ ոչ թե հայը հային սպանեք։ Հավելեմ նաև, որ ազգային ժողովի падգամավոր գողական Չաղ Ռուստամի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հայկ Սարգսյանը ազգային ժողով է ներկայացրել բավականին խնդրահարույց օրենսդրական նախագիծ, որի համաձայն առաջարկվում է 20 միլիոն դրամից ավել գումար վճարել ՀՀ պետբյուջե եւ ազատվել պարտադիր զինծառայությունից։ Սակայն ազգային ժողովի падգամավոր պատվախնդիր Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի այդ տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությունը բարեբախտաբար տապալվել է եւ հավանության չի արժանացել։ Իմ դիտարկմամբ սրանով որոշ մարդիկ փորձում են քողարկված կերպով հող նախապատրաստել գողականների եւ օլիգարխների որդիների համար, որպեսզի գողականները եւ օլիգարխների որդիները փողը տան եւ բանակում չծառայեն։ Ավելեմ նաեւ, որ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քրեական հեղինակություն Չախ Ռոստամի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին ես տեղեկացել եմ հետեւյալ կերպ։ Մասնավորապես ես դիտել եմ YouTube-ում արկա մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ քրեական հեղինակություն Չախ Ռոստամը զբոսանավի վրա կիսամերկ աղջիկների հետ միասին զվարճանում են։ Ինչևից է։ Ավելեմ նաեւ, որ Հայոց բանակի որոշ զորամասերում արկա արտոնյալ կարգավիճակում գտնվող գողական յախշիները, այսպես կոչված չաստ նայողները, ըստ մամուլի հրապարակումների, պարբերաբար ճնշում են որոշ զինծառայողներին, նվաստացնում են որոշ զինծառայողների արժանապատվությունն ու ինքնասիրությունը, եւ որոշ զինվորներ, չդիմանալով այդ ճնշումներին, դժբախտաբար ինքնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Ուստի վստահեցնում եմ, որ ես Լոռու մարզի զինվորական գլխավոր կոմիսար, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի նախկին տեղակալ իմ լավագույն ընկեր Սարգիս Վահրաձյանի հետ միասին անողոք պայքար եմ տանելու այդ յախշիների, չաստնայողների եւ այդ յախշիներին արտոնություններ տվող որոշ զորամասերի հրամանատարների դեմ, եւ ես հավաստիացնում եմ, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հայոց բանակի շարքերից իսպառ արմատախիլ անեմ գողական գաղափարախոսությունները եւ չաստ նայողներին ու նույն բանը երկու անգամ գրված, լավ ոչինչ։ Այսինքն իմաստը սա է, ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հայոց բանակի շարքերից իսպառ արմատախիլ անեմ գողական գաղափարախոսությունները եւ չաստ նայողներին։ Ավելեմ նաեւ, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթո Մականունով Սարգիս Ղարաքեշիշյանը, օգտագործելով իր ազդեցիկ կապերն ու ֆինանսական հսկայական միջոցները, իր որդուն ապօրինի ազատել է բանակից։ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունը դարձել է բանակից խուսափողների հավաքատեղի։ Հանրությանը տեղեկացնում եմ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված շինությունը նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Այդ շինության գնորդներն են հանդիսացել Եհովայի վկաներ երեցները եւ կադաստրում այդ շինությունը որպես սեփականություն գրանցվել է Եհովայի վկաներ երեցների անվամբ եւ ես հրապարակում եմ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունները, որոնց արժանահավատությանը ես ամենևին էլ չեմ կասկածում եւ ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ վերի հիշատակված խնդրու առարկա 50,000 ԱՄՆ դոլարը հայթայթվել է Եհովայի վկաների հետևորդների կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների շնորհիվ։ Ասեմ ավելին, վերը նշված շինությունը գնաց եւ կադաստրում իրենց անվամբ որպես սեփականություն գրանցած այդ երեցները հիշյալ 50,000 ԱՄՆ դոլարի հայթայթման գործում որևէ ներդրում չեն ունեցել։ Ուստի անհասկանալի է, թե Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշիշյանից գնված վերը հիշատակված խնդրու առարկա շինությունը որպես սեփականություն ինչու չի գրանցվել այն անձանց անվամբ, որոնց կամավոր նվիրատվությունների արդյունքում առաջացել է այդ 50,000 դոլարը։ Ավելեմ նաեւ, որ ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում եւ ամենևին էլ միտված չեմ թյուրիմացության մեջ գցել կամ մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը, այլ ես հրապարակում եմ միայն հավաստի, արժանահավատ, փաստարկված եւ ճշգրտված տեղեկատվություն։ Ինչպես արդեն նշեցի, իմ ունեցած հավաստի տեղեկություններով ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի շինությունը շուկայականից անհամեմատ ցածր գնով 50,000 ԱՄՆ դոլարով նախկինում վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Ոստի այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը եւ պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում, որպես ապօրինի ձեռք բերված գույք պետության օգտին բռնագանձել Միքայել Ղարաքեշիշյանի կողմից Ստեփանավանի Եհովայի վկաներին վաճառված հանցավոր ճանապարհով ձեռք բերված վերը հիշատակված ապօրինի գույքը։
Դրանից հետո Եհովայի վկաները կարող են դատական կարգով Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքից պահանջել հետ վերադարձնել առողջարքի պայմանագրում նշված այդ $50,000 ու այդ շինության վերանորոգման համար Եհովայի վկաների կողմից կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը։ Էրիկ Եղինյանս անկախ ամեն ինչից պետականամետ մտածողություն ունեմ եւ գտնում եմ, որ պետությունը օրենքով որևէ պարտավորվածություն չունի Եհովայի վկաներին փոխհատուցել Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշիշյանին վճարված այդ $50,000-ը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ $50,000-ը Եհովայի վկաները տրամադրել են Միքայել Ղարաքեշիշյանին, այլ ոչ թե պետությանը, հետևաբար այդ $50,000-ը Եհովայի վկաներին պետք է փոխհատուցվի միայն Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքի անդամների կողմից։ Ամփոփելով սույն հաղորդման մեջ արծարծվող իմ ողջամիտ դիտարկումները, ցանկանում եմ հանրությանը տեղեկատվություն տրամադրել նաև այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկ Եղինյանս գրավոր դիմում էի հասցեագրել Վանաձոր քաղաքի ոստիկանության բազումի բաժնի պետին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Էրիկ Եղինյանս կամավոր մեկնեմ ռազմաճակատ եւ որպես ռազմական լրագրող կամավոր մասնակցեմ ռազմական գործողություններին։ Իմ այդ դիմումը ոստիկանության բազումի բաժնի կողմից վերահասցեագրվել էր Լոռու մարզի զինկոմիսարիատ, մինչդեռ ինձ կամավոր ռազմաճակատ ուղարկելու իմ խնդրանքը Լոռու մարզի զինկոմիսարիատի կողմից մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ քանակը համալրված է։ Իմ կողմից վկայակոչված այս փաստերը հավաստի տեղեկություններ են, ես ապատեղեկատվություն չեմ տարածում եւ պետական իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են ստուգել իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Վերոգրալից ակնհայտ է, որ ի տարբերություն շատ ու շատ փոքրոգի մարդկանց, ես վախկոտի պես մորթապաշտություն չեմ դրսևորել եւ պատրաստ եմ եղել իմ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Ինչպես արդեն նշեցի, հիմա ես կընդհատեմ տեսանյութը, այս հեռարձակումը, որից հետո կշարունակեմ արդեն իմ հաղորդումը եւ կբարձրաձայնեմ Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերից մեկի գյուղապետի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների իր որդուն Ռուսաստան փախցնելու, իր որդուն ապօրինաբար բանակից ազատելու եւ այդ գյուղապետի կողմից ապօրինի աճուրդներ կազմակերպելու, գյուղացիների վարելահողերը աճուրդով վաճառելու այդ ենթադրյալ հանցագործությունների մասին եւ նորից եմ կրկնում, այս փուլում ես դեռևս նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել այդ գյուղապետի անուն ազգանունը, սակայն ըստ անհրաժեշտության ես պատրաստ եմ նաև հրապարակել հետագայում իմ տեսանյութերում, պատրաստ եմ ըստ անհրաժեշտության հրապարակել այդ գյուղապետի անուն ազգանունը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այդ գյուղապետի ենթադրյալ չարաշահումների մասին։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Ինչ գործ է։